Շնորհակալություն։ Ժողովրդի մեջ տարածված թեզերը, ասենք, ես խնդրում եմ դրան անդրադառնալ, ամեն դեպքում ինչքան էլ աբսուրդ լինի, բայց մարդիկ այդպես են։ Պուտինը Սամվել Կարապետյանին ուղարկել է Հայաստանի իշխանապողություն անելու եւ վարչապետ դառնալու եւ կգա այն բանը, որ Պուտինը տեր կկանգնի անտեր չթող։ Անկեղծ ասած չեմ կարողանում պատկերացնել ինչպես փորձեմ արձագանքել նշված հարցադրմանը, ժողովրդի մեջ խոսակցություններին վերաբերում եմ իհարկե մշտապես հարգանքով, քանի որ յուրաքանչյուրս ունի իր կարծիքի իրավունքը, ազատ արտահայտվելու իրավունքը, իհարկե Սամվել Կարապետյանի դեպքում դրա համար քրեական հետապնդում է հարուցվել եւ վերջինս կալանավորված է հենց իր ազատ կարծիքը եւ խոսքը իրացնելու համար, այդ առումով կարող եմ նաեւ ինչ որ իմաստով օգտվելով այս հնարավորությունից մեր հայրենակիցներին էլ զգուշացնեմ, որ հատկապես մայրաթոռը պաշտպանելու համար, եթե մի քիչ էլ բնական այսպես ասած վրթովմունք էլ ունենակ, շատ հնարավոր է եւս դա դիտարկվի որպես իշխանության զավթման կոչ, չենք կարող բացառել, արդեն դրա նախադեպը ունենք, Սամվել Կարապետյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մեր հայրենակիցներին կարող ենք նշված հանգամանքը հիշեցնել, որ մեր օրենսդրության համաձայն Հայաստանի Հանրապետության միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է լինել կառավարության անդամ, ազգային ժողովի պատգամավոր եւ այլն։ Հետևաբար կարծում եմ դրանով այդ հարցը կարող ենք դնել մի կողմ Հայաստանի այո, դա հանրայինի ճշմարտություն է։ Այսինքն առնվազն ես չեմ կարող ժողովրդի կարծիքները մեկնաբանել, կարող եմ փորձել ուղղակի իրավիճակային մեկնաբանությունը տալ, բայց նաև առաջարկում եմ սրանով սահմանափակվենք հարգելի գործընկերներ